Միջանցք, տրանսպորտային հանգույց, թե անվտանգային սպառնալիք։ Ընտրական պայքարի աշխուժացմանը զուգահեռ թրիփը դառնում է հիմնական քաղաքական ուժերի տարաձայնությունների և շեշտադրումների առանցքը։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան դաշինքը թեև չի մերժում նախագծի ստորագրումը, սակայն դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը շեշտում է փաստաթղթի վերանայման անհրաժեշտությունը։ Մենք ոչ մի բան չենք սկսելու զրոյական կետից։ Մենք նայելու ենք, ուսումնասիրելու ենք։ Եթե մեր պետությունը օգտվում է նույնիսկ Փաշինյանը ստորագրել այդ փաստաթուղթը, մենք շարունակելու ենք դա։ Իսկ եթե վնասվում է, ով ուզում է ստորագրած լինի, մենք վերաբանակսելու ենք։ Քաղաքական ուժը թրիփի իրագործումը պատկերացնում է բացառապես հստակ երաշխավորների առկայության դեպքում։ Ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը որոշ փակագծեր բացելով նշում է, որ ամերիկյան կողմի միջնորդությանը դեմ չեն, անդրադառնալով Իրանին ու Ռուսաստանին վստահեցնում է, որ բարիկադների տարբեր կողմերում գտնվող Վաշինգտոնի, Թեհրանի և Մոսկվայի միջև թրիփի շուրջ համաձայնության հասնելը լավ բանակցողի աշխատանքի արդյունք է լինելու։ Ընդդիմադիր մեկ այլ ուժի Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը քննադատում է թրիփը։ Այդ ծրագրով, հիշեցնենք, նախատեսվում է Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանի տարածքով կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Միացյալ Նահանգները այսօր պատերազմական վիճակում է գտնվում Իրանի հետ։ Ոնց եք պատկերացնում հայ-իրանական սահմանը հանձնել ամերիկյան ընկերությանը։ Դա նորմալ է կամա։ Իրանը դա ոնց կոն։ Ձեզ մի պահ դրեք Պարսկաստանի տեղ։ Պաշտոնական Երևանի հավաստիացումները, որ Իրանի հետ հարաբերություններում ռիսկեր չկան, չեն համոզել Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնելով Թեհրանից հնչող անհանգստությունները, Քոչարյանն առաջ է քաշում այդ մտահոգությունները փարատելու իր բանաձևը, այն է Ռուսաստանի ներգրավումը։ Պետք է անպայման պրոյեկտի մեջ ներգրավել պետություններ, որոնց նկատմամբ Պարսկաստանը ունի դրական վերաբերմունք։ Այդ դեպքում այդ բանը կհանվի։ Կամ ուղղակի կառուցել այդ ճանապարհը եւ ասել, որ մենք ինքներս Հայաստանի Հանրապետությունը այդ հնարավորությունը Նախիջևանը կապել Ադրբեջանի մյուս հատվածի հետ մենք ստեղծում ենք, խնդրեմ օգտվեք։ Թրիփը Հայաստանի անվտանգային գլխավոր սպառնալիք համարող Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական ծրագրում առաջնահերթությունն է դիտարկում Աբխազիայով անցնող երկաթուղու վերագործարկումը։ Խոսքը Ռուսաստանի ռազմական աջակցությամբ Վրաստանից անջատված այն տարածքի մասին է, որը Թբիլիսին պաշտոնապես համարում է օկուպացված։ Թրիփին դեմ չէ, սակայն վերապահում ունի Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Դա օգուտ է, բայց պետք է ճիշտ բան, ոչ թե դա Ադրբեջանի սեփականությունն է, դա մեր սեփականությունն է։ Պետք է մենք Չինաստան հետ, Ռուսաստան, Պարսկաստան հետ պայմանավորում ենք ճանապարհը բացա, թող աշխատի։ Դա միայն շահույթ է բերելու, բայց ոչ թե մեր տարածքով մենք այդ իրավունք չունենանք ոչ մի բանի։ Պետք է բացվի, բայց մտածված, հասկանալով, թող գան քննարկենք, նստենք կլոր ցեղան շուտ։ Թեև Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրում Թրամփի ուղի նախագծի մասին ուղղակի հիշատակում չկա, այդուհանդերձ փաստաթղթում ընդգծվում է, որ տրանսպորտային հաղորդակցության ոլորտում Երևանի հիմնական գործընկերներն ու դաշնակիցները պետք է լինեն Ռուսաստանն ու Իրանը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայազգային կոնգրեսն էլ առաջարկում է, որ Հայաստանը կնքի իրենց ձևակերպմամբ տարի գործարքը, որով կյանքի կկոչվի թրիփ գումարած BRICS ծրագիրը։ Ոչ թե Զանգեզուրի միջանցք, այլ հանգույց պետք է լինի հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ասում է Հայազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, կարևորելով Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։ Հայաստանը մեկ երկրի Իրանի միջոցով ելք կստանա դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստները։ Արդյունքում էապես կզարգանան Հայաստանի առևտրատնտեսական կապերը գլոբալ հարավի երկրների հետ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Վիետնամի։ Ի տարբերություն ընդդիմադիր այն ուժերի, որոնք տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման երաշխիքները տեսնում են Ռուսաստանի կամ Իրանի ուղղակի ներգրավվածության մեջ, Էդմոն Մարուքյանի գլխավորած Լուսավոր Հայաստանը շեշտը դնում է բազմակողմ միջազգային պայմանագրերի և իրավական ամուր հիմքերի վրա։ Ըստ կուսակցության, թրիփի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի ոչ թե առանձին պետությունների բարի կամքով, այլ միջազգային հանրության և հստակ իրավական մեխանիզմների միջոցով։ Իշխանություններն իրենց
իրենց հերթին անիրագործելի են համարում ընդդիմադիրների նման մոտեցումները, փաստարկելով, որ թրիփը կարող է իրականություն դառնալ բացառապես ամերիկյան միջնորդության շահերով, առանց վնասելու Ռուսաստանի և Իրանի շահերը։ Ի հեճուկս մտահոգությունների հայ-ամերիկյան փաստաթուղթը հենց հայկական կողմին է տալիս իր տարածքում անվտանգության և մաքսային վերահսկողության իրավունքը, սակայն չի բացառում, որ Երևանը որոշի այդ լիազորությունները փոխանցել միջնորդ արտաքին կառույցի, այսպես ասենք ֆրոնտ օֆիսի։ Ալբերտ Ավետիսյան, Ռադիոլուր։